Ապրիլի 20, իսկ ձմեռը ոչ մի կերպ չի ուզում նահանջել։ Չնայած մեր բնակիչների համար բնության անակնկալները նորություն չեն, բայց այնուամենայնիվ դժվարությունները դարձել են նրանց առօրյայի կարևոր գործոն։ Անասնապահության շրջանում այսպիսի եղանակավատ է անդրադառնում անասնակերի համար, այն պակասում է, իսկ դրան զուգահեռ խոտի գինը ավելանում։ Բագդանովկայում մեր շրջանում անասնապահություն ասածը ոնց որ սուդ է։ Աշունքը որ խոտը գահավաքենք ու քան հարցնենք, խոտը թմել ես ուրիկ պապ։ Էստեղ թմել ես ասել բարը չկա կրոր տարին ուտեսում ենք։ Ոբշի փողը կուտանք խոդարնելու հրամեդազեք տրակտորիստի հերգելը։ Ին հողը պիտի ախր մի բան ցանեմ, այդ ցանածս։ Հետո պրեսենել, քաղել, բերել, գրուշի գիտանամանանտ ինպես բիզամարտ եղավ։ Դա գմնում է ոչ մի բան։ Բոլորը նախատեսել են իրանց, այսինքն խոտերը այնքան են հավաքում ձմռան համար, որ գարունը նախատեսել են որ շուտ է գալու, բայց հիմա գարունը ուշ է գալիս եւ պետք է ինչ որ տեղերից ով որ շատ ունեն նրանցից կամ փող վերցնեն կամ գնեն։ Եվ գնելն էլ գարունը միշտ թանկ է լինում։ 15 լարի հեչիպես դա կլինի։